Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ խոսելու ենք մշակույթից։ Այսօրվա հյուրս իմ շատ սիրելի երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Արմինե Գրիգորյանն է։ Արմինե, ողջույն, ուրախ եմ, որ իմ հյուրն ես, ինչպե՞ս եք։ Ողջույն Նանա ջան, ես նույնպես ուրախ եմ։ Շնորհակալություն, փոխադարձ։ Արմինե, ես գիտեմ, որ դուք վերջերս եք վերադարձել Միացյալ Նահանգներից, նախքան Միացյալ Նահանգներին անդրադառնալը, ասեմ, որ Արմինեն նաև եղել է Ֆրանսիայում եւ բավականին մեծ գեղեցիկ համերգով է ներկայացել։ Դուք Սամվել Գրիգորյանը ներկայացնեք ավելի մանրամասն։ Այո, ներկայացնեմ։ Նանա ջան, գնացել էինք Ֆրանսիա Ստրասբուրգ քաղաքում համերգեր մեր հայության համար, որտեղ ես բնականաբար Սամվելը վարում էր ամբողջ ծրագիրը, եղբայրս Արաբոյի Սպիրյանը իր ծրագրով եւ Գևորգ Մարտիրոսյանը իր ծրագրով։ Մենք այսպես շատ կոմպակտ, հաճելի, լավ համերգ ունեցանք Ստրասբուրգի հայության համար, կրկին անգամ ողջույններս։ Ողջույններս տարբերվում են մեր Ստրասբուրգի, Ֆրանսիայի եւ առհասարակ Սփյուռքի մեր հանդիսատեսը հայաստանյան հանդիսատեսից։ Տարբերվել չեմ կարող ասել ինչով, բոլորն էլ ջերմ են, դե հայը ջերմ է իր տեսակով, իր էմոցիայով, անկախ երկրից որտեղ է նա ապրում։ Երևի հումորիստների համար ավելի տարբեր կարող է լինել, որտեղ տարբեր է հումորը սպորտի եւ հումորիստներ ունեն դա մտածելու ավելի շատ, բայց ոչ երգիչները, երգչի համար լավ ծրագիր ես ներկայացնում, ընդունվում ես, սիրվում ես, չէ, ոչ մի տարբերություն չկա, բոլորն էլ մեր հայերն են, որոնց շատ սիրում եմ, ամեն մի հայ ինձ համար յուրահատուկ արժեք է։ Անշուշտ, աշխարհում մեկ։ Այնպես որ հա, այդտեղից էլ Ֆրանսիայից էլ նոր գնացի Ամերիկա, պարզապես որպես տուրիստական վիզայով իմ շատ լավ ընկերոջ հրաշալի հարազատ մարդ տարիների մոտ ընկերներ ենք Պետոյի թորնիկը պետք է ամուսնանար, էլի անունը Պետո էր, ես ինչպես գիտեք Պետո երգ ունեմ, չէ, ուրախացիր Պետո ջան, այդ երգը գնացի եւ որպեսզի ուրախացնեմ էլ ավելի լավ։ Վայ չեմ լսել ես այդ երգը, սխալսկող եմ անպայման։ Իդեպ մի լավ բան ասեմ ձեզ, Արմինե Գրիգորյանի հետ պայմանավորվել էինք, որ մենք պետք է հանդիպենք այսօր եւ այլն, եւ Արմինե Գրիգորյանը հեռախոսով ինձ ոչինչ չի ասում, գալիս է ոգևորված, ուրախացած եւ ասում, որ իրենք բալիկ են ունեցել, տղա են ունեցել ու ինքը դա իմանում է հենց նոր։ Հենց հիմա 1 ժամ առաջ ունեցել ենք։ Շնորհավորում եմ աչքներդ լույս լինի, թող բոլորի ընտանիքում լինեն երեխայի ճիճ, երեխայի ուրախություն, ով է ինչ եւ պատմեք։ Քույրիկիս թորնիկն է։ Հրաշալի, հա։ Քրոջս որդին Հովիկը, որը Պրիբալտիկայում է ապրում, Ռիգայում, դրա համար ես հիմա այստեղ եմ, որտեվ եթե Երևանում լիներ, պարզա չէի կարող։ Իհարկե, հետաձգենք ու ես կհասկանայի։ Ռիգայում է ծնվել, ողջույններս մեր նոր ծնված բալիկին, Նարեկին, էլի անունը Նարեկ են դրել, եղբորս որդու անունը է Նարեկ, որովհետև այդպես են ուզել, Հովիկը այդպես է ուզել, այնպես որ հենց 1 ժամ առաջ այս տեսակ ուրախություն հինգ տարի սպասում էինք, չունեին զավակ եւ վերջապես Աստծո օրհնությամբ ծնվեց մեր հրաշք Նարեկը, որի համար Փառք Տիրոջը շնորհավորում եմ մեզ բոլորիս։ Փառք Տիրոջը շնորհավորում եմ մեզ բոլորիս, հայ է ծնվել, մարդ է բոլորի օջախներում լիքը բալիկներ ծնվեն։ Թող, ով էլ չունի, թող անպայման 5 տարի ամեն դեպքում դա ծնողի համար իհարկե սպասումը։ Փառք Աստծո։ Երկրորդ թորնիկ ունեցա ոբշտի, միշտ ասում եմ մերոնց, ասում են, մեկ դուք ամուսնացել եք, ես չեմ ամուսնացել, բայց թորնիկներ ունեմ, իսկ դուք ամուսնացել տանջվել եք։ Ես թորնիկ ունեմ առանց տանջվելու, Փառք Աստծո։ Փառք Աստծո։ Փառք Աստծո։ Անդրադառնանք մեր մշակույթին, իհարկե այս լավ լուրից հետո մի քիչ դժվար է անցումը մի հանգամից։ Ամերիկայում Պետոն երգեցիք, վերադարձակ, ինչ նոր ծրագրերով, ինչ նոր, այդեպ ասեմ ձեր այն վերջին տեսահոլովակը, որը դուք սկեսուներին նվիրված ունեիք, հիշում եք, բավականին լայն արձագանք ստացավ, եթե չեմ սխալվում։ Նանա ջան, 2 տեսահոլովակ է եղել, մեկը ռուսերեն երգը, մոյ Սենոք տակոյ կասում, դրա մասին է խոսքը։ Այո, ես դա եմ։ Շատ լավն էր, դա գրել էր ինձ համար Բեատա Ֆելդմանը, որը նույնպես Ամերիկայում է բնակվում, իմ հրաշալի գոլեգա, անկերուհի հրեա։ Գրել էր, ես էլ պատրաստեցի, երբես վաղուց նորմալ տեսահոլովակ չէի ունեցել, նկարահանեցինք շատ լավ հրաշալի տեսահոլովակ, որից հետո Հալվա բենդի հետ նկարահանեցինք վերջերս, երևի տեղյակ եք թե չէ։
Հալվա բենդը ինձ առաջարկեց իմ երգերից ստեղծել շարան, պոպուրի 4 երգերս՝ Երևանի սիրուն տղա, Գյումրեցի, Յար, Ապարան եւ Հարսանիք, տենց սկեսուրի մասին դա էլ է ավարտվում եւ դա տեսահոլովակ նկարեցինք։ Շատ փոխադարձ փոխ շահավետ երկուսիս համար էլ շատ լավ պրոյեկտ էր եւ իրենց համար եւ ինձ համար մինչ օրս ամեն օր երգում եմ այդ երգը շարան տարբերակով նոր գործիքավորմամբ նոր շունչ են տալիս իմ երգերին ընդհանրապես շատ երիտասարդները հետաքրքրված են իմ երգերով անընդհատ զանգահարում են խնդրում են որ տամ ես բոլորին փոխանցում եմ մինուսները այնպես որ ուրախ եմ շատ որ իմ երգերը երգում են Այո, շարանի անշուշտ շատ կարևոր է, որովհետև նաև ակունքներին վերադառնանք։ Իսկ երբևէ մտածել եք մեր հին երգերը, այն հին երգերը նորովի ներկայացնել, այսինքն նոր ձևավորմամբ, երաժշտական ձևավորմամբ, նոր մոտեցմամբ ներկայացնել։ Հին երգերը ժողովրդական երգերի երևի մասին է խոսքը, դրանց հետո զբաղվեն մասնագետները, որովհետև ինչպես գիտենք շատ ցավալի են ընդունում, եթե մի բան լավ տեղի չի ստանում, Դրա համար ես պարկասու իմ երգերը ունեմ, այնքան հին երգեր ունեմ։ Ասեմ ինչու, որովհետև տեսեք, դուք ինքնդ քիչ առաջ ես ձեզ ասեցի, արդեն Արմինե Գրիգորյանը, արդեն անուն է, ինքը արդեն հստակ բոլորիս համար նստած անուն է։ Եվ եթե դա ներկայացնի Արմինե Գրիգորյանը, վստահ եմ, որ շատ մարդիկ նորովի կբացահայտեն մեր շարանները, մեր հին ժողովրդական երգերը կամ մեր հին երգերը, որը այժմյան մեր սերունդները պետք է գոնե լսեն, որովհետև եթե հին տարբերակով, օրինակ Վալյա Սամվելյանի տարբերակով չեն լսի, հաստատ ձեր տարբերակով կլսեն այդ կատարումը։ Նանա ջան, հատկապես Վալյա Սամվելյանը։ Չէ, ես օրինակ բերեցի, Վալյա Սամվելյանը մեծություն է եղել, նրա որդին Արա Գևորգյանը իմ հրաշալի Բաղեմի գոլեգա, ընկեր, հարազատ մարդ, որի միջոցով ես սկսել եմ իմ ջայլոց իմ ճանապարհը։ Իսկապես, ինչ հետաքրքիր ամուսնու ես օրինակ բերեցի ու հասկացա շատ անգամ ասել եմ հեռուստատեսությամբ, միշտ ասում եմ։ Օրինակ ես ինձ չեմ թույլ տա կպնել Վալյա Սամվելյանի երգերին կամ ասենք մյուս մեր ժողովրդական, որովհետև դա ես համարում եմ մասնագետները պիտի զբաղվեն, այսինքն ժողովրդական երգի մասնագետը, երգիչները։ Տեսեք, չեմ համաձայնի։ Ինձ նոր գուցե իմ ձևի մեջ Այդ դա եմ ասում։ Հա, բայց իմ ձևի մեջ, քանի որ ես շատ երգեր ունեմ, ես այնքան շատ երգ ունեմ, ես չէ որ 92 թվականից երգում եմ, պատկերացնում եք Նանա ջան։ То есть, եթե լիներ ժամանակ իմ երգերը ավելի շատ կանեմ, բայց հանկարծ չկպնեմ, որովհետև դասականներին։ Հա, դասականներին մի քիչ մարդիկ այդ նորամուծություններին շատ բան են վերաբերում, պետք է զգուշ լինել։ Այո, տեսեք, օրինակ Գարիկը, Պապոյան Գարիկը շատ գեղեցիկ երաժշտական ձևավորմամբ նորից կյանքի կոչեց մեր հին ռոմանսները։ Ով սիրուն եւ այլն, շատ գեղեցիկ եւ շատ նուրբ ինքը դա արեց, որ քննադատություն գրեթե ես չեմ նկատել, առնվազն ես դա չեմ նկատել։ Այս դա նկատի ունեի։ Ու ինչու եմ ես դա ցանկանում, որ իրականացի, որովհետեւ մեր այժմյան երիտասարդները այն ինչ որ լսում են, այն երաժշտությունը, որը լսում են, դա իսկապես ցավալի է, որովհետև որակային խնդիր կա։ Ընտրում են ռեպի ժանրը, դա ռեպ չի, որովհետև մենք ունեցել ենք հայ ռեպերներ, ոնց կարելի է նույնիսկ օրինակ բերել։ Իհարկե։ Լսում են 6-8 դա եւս լսելու բան չի, լավ, էլի լսեք 6-8, բայց ոչ է թուրքա, ադրբեջանա մելիզմաներով։ Դա 6 չի, դա ռումբան է, 6-8-ը մերն է, 6-8-ը հայերինն է։ Թուրքա, ադրբեջան, հնդկակա այդ բաները, դա ռումբա է կոչում է չափը, որը այս բանն է, 6-8-ը մեր հայկականն է, այնքան են 6-8-ը աղավաղել, որ մարդիկ չեն տարբերում ինչի-ինչոց է։ Իսկ ինչ վերաբերվում է, որ ասում եք ժողովրդական երգերը Գարիկը Պապոյանզա, Գարիկը նախ սկսեմ նրանից, որ երաժիշտ է, պրոֆեսիոնալ երաժիշտ է, կարող է իրեն թույլ տալ։ Ես երաժիշտ չեմ, ես դերասանուհի եմ, Նանա ջան։ Իդեպ քիչ գիտեմ այդ մասին, գիտեք։ Այո, ես մասնագիտությամբ դերասանուհի եմ եւ կարող եմ իրավունք ինձ վերապահել իմ երգերին ձեռք տամ։ Ասենք իմ երգերից զատ գուցե ավելի բան երգեր, օրինակ Արև
Բաղդասարյանի Նախշումբաջի երգը։ Այո։ Ես ինձնով իմ ոնց որ ոճի մեջ սարքել եմ, ժամանակին երգել եմ, բայց ես հենց երգեցի ասցին, ահա Ղարաբաղցիները եկան դրա համար է երգում, բայց ես մինչև Ղարաբաղցիների գալն եմ երգել, այնպես որ ամեն ինչին կարան կպտեն, այսինքն ես ասածս են Նանա ջան, որ հումորային երգերը գուցե այդ ժանրի ես ինձ իրավունք վերապահեմ, թույլ տամ, ձևափոխեմ անեմ, բայց ոչ այն տեսակ դասականները, որոնք լուրջ բան, որը պետք է լուրջ երաժիշտները զբաղվեն։ Ես ես հասկացա, Արմինե, եւ Ոչ, ես սիրում եմ իմ ոճից դուրս չգամ։ Եթե դուրս գամ էլ գուցե դա լինի այն ժամանակ, երբ որ էլի ես իմի մեջ իմ ձևով մտածեմ ինչպես կարելի է դա անել։ Ես անշուշտ հարգում եմ ձեր պրոֆեսիոնալիզմը, որովհետև եթե ձեզ նման այտենց նրբորեն մոտենային շատերը արվեստին ու մշակույթին, մենք թերևս այսքան անորակ շատ քանակի երաժշտություն չէինք ունենա։ Դրանպես մարդը պետք է ամեն մարդ զբաղվի այն ինչը տիրապետում է, մասնագետ է, որ ամեն մարդ զբաղվի իր մասնագիտությամբ, իր անելիքով, այսօր ամեն ինչը շատ բան իր տեղում կլինի։ Թե մեր ոլորտում, թե ուրիշ ոլորտներում, այսպես խառնվել է սաղի դար, պետք է մի քիչ չափի մեջ, մի քիչ համեցնել։ Իսկ դա ինչից է գալիս, Արմեն, երբ ակնհայտ տեսնում ենք, որ ամեն ինչ խառնվել է իրար։ Չգիտեմ ով դառնում է դերասան, այսինքն չգիտեմ ով նկարում է ֆիլմում, չգիտեմ ով բեմում երգում է։ Մասնագիտությունը նկատի ունեմ ասելով։ Չգիտեմ ով վարում է հանդիսություններ, նկարում է տեսահոլովակ։ Այսինքն իրականում իրապես ամբողջ դաշտը խառնվել է իրար։ Դա ինչից է գալիս։ Սոցիալ-տնտեսական վիճակից, անվերահսկելիությունից։ Իմ կարծիքով դա գալիս է նախ դեմոկրատիա բառը, որը բերեցին, ես դա համարում եմ դեմոնակրատիա, դեմոկրատիա։ Երբ որ դեմոկրատիան պետք է մարդկանց են, որ ասում են слышали звон, не знают откуда, այն որ սախ այդ բան սկսվեց, էլի անտերություն, ով ինչ անում ասում է դեմոկրատիա, ինչ կուզեն կանենք, այդպես չի կարելի, պետքա մի օր երևի կգա օրը, այսպես ծրվում է հիմա, որ հետո հավաքվի, ես այդպես եմ կարծում։ Այս անվերահսկելիությունը, ոչ ոք չի վերահսկում, ով ինչ ուզում անում է, ես վատ չեմ համարում, կան մարդիկ, որոնք գուցե ինքը մասնագիտությամբ, չգիտեմ, ես իմ ով է, բժշկական բանը, բայց շատ լավ դերասան, ավելի լավ դերասան կարող է լինել, քան տվյալ դերասանը։ Ես այն որ մեկի հետ ծանոթացել եմ, իր էությամբ, իր տեսակով այնքան արվեստագետ էր, բայց շինարար մարդ էր, ստեղծվել է արվեստագետ այդ մարդը, ես հիացած եմ, ասում լազատ է ստանում տենց մարդկանցից ներողություն բառի համար, բայց եւ ընդհակառակը Այսպես մտածում ես, օրինակ ես մի անգամ բանի մեջ էի, շոկի մեջ էի, երբ որ այսպես ալիքներն եմ փոխում, եկե տեսնեմ ինչ-որ մեկի դեմքը սիրիալի վրա կանգնեցի, ես սիրիալներ չեմ նայում, ոչ թե որ ես սիրիալներ չեմ նայում, դրա համար նախ ժամանակ է պետք ունենալ, հետո այն ժամանակ որ հաղորդում ունեի, մեկ-մեկ նայում էի, որ իմանայում կանչեմ դերասաններից, ով է հայտնի։ Այդպես, որ ալիքները փոխեցի, տեսնեմ մեկի դեմքը ասում եմ, Գոսպոդի, այս մարդուն դու մի ասա 3-4 շտապօգնություն է, եկել էր մեր տուն մամայիս համար։ Այդ մարդը այդ բժիշկը խաղում էր, դեր էր խաղում։ Բժիշկը գնացել էր դեր խաղալու։ Այդ օրվանից ես ասեմ, ես չա կատարում, այսինքն արդեն այնքան է խառնվել իրար, որ ես էլ կարող եմ գնամ մարդ բուժեմ, տենցա դուրս գալ։ Ստացվում է։ Այսինքն բժիշկը այնքան ժամանակ ունի, որ նա սերիալում է նկարում։ Հետո ասեմ ինչից է նաև գալիս, բարձր այդ տնօրենները պետք է թույլ չտան ամեն մեկի ռեժիսորներին, ասեն գումար է տրամադրվում, որպեսզի շատ մնա իրանց գումար, քիչ բաժանում են, ասենք, էժանով կանչում են ոչ դերասաններին, այդպես արվեստնավարի գնում է։ Իմ դարդը, իմ ասածը, դա է չի կարում փողի տեսակ ինչ բաներ, ինչքան բանա լինում, ինչքան անավերանում արժեքներ եւ ամեն ինչ, այդպես որ միանշանակ այդ արժեքների մասին մտածելու համար, այդ դուք ասում եք չի վերահսկվում, իսկ ում կողմից պետք է վերահսկվի, գուցե ԿԳՄՍ-ը ԿԳՄՍ-ը այն մյուսը ոնց է ԱԳԼՉԿ-ը չգիտեմ։ Դրանք սաղ նույնն են դարել ինձ համար վերջի տարիներին խառնվել իրար գուցե պրոդյուսերներին հեռուստատեսությունների։ Այո, կանչողները պետք է ամեն դեպքում վերևից վերահսկվի, ոնց էր բանի ժամանակ, սովետի ժամանակ կար այդ լիկվիդացիա բիզգրամատности, չէ՞, լիկբեզ արվեր։ Դա էլ օրինակ ոնց է ինձ ասում եք
ինչի՞ չես հին երկերը պատրաստում։ Ես ասեմ մի քիչ բան լինեի, ասի այո, դա էլ պետք է անեմ, չէ՞։ Ո՞նց կարող եմ ես դա անել։ Եթե ամեն մարդ մտածի, որ չի կարելի, ասենք թե հիմա ինձ լավ փող են տալիս, ասում են գնային մեկին բուժի, կամ գնա աստղադիտարանում աշխատի։ Հիմա հանուն փողի ես ո՞նց գնամ տենց բաներ անեմ։ Լավ, մարդը լավ հասկացանք, ինքը պիտի հասկանա, որ չէ ամեն մարդ իր մեջ մտածում է, որ ինքը կարող է դա անել։ Այո, Արնե, տեսեք, բայց խնդիրը նաև գալիս է ոչ միայն գնացողից։ Տեսեք, դուք չեք գնում, ես առաջարկում եմ, դուք մերժում եք, չէ՞։ Բայց նաև առաջարկողը պետք է նայի, ում ինչ է առաջարկում։ Թեկուզ հենց սերիալ ասացիք, դե համար եմ այդ օրինակը բերում։ Շատ ուսանողներ ավարտելով ինստիտուտը, ունենալով ձեր ասած շնորհքը, բայց չունենալով պրակտիկա, ոչ միտեղ չեն նկարվում, չեն կանչում, չեն խաղում։ Իսկ ավելի նպատակահարմար չի, օրինակ, ինչ որ ռեժիսոր հենց ինստիտուտի երեխեքին բերի ներս, բերի ասպարեզ, ու ասի ստեղծագործեք, աշխատեք։ Իհարկե ավելի նպատակահարմար է եւ ավելի ճիշտ է, որ պրակտիկա ձեռք բերեն։ Ես ասենք ուսանող ժամանակ մենք Սունդուկյան թատրոնում միաժամանակ խաղում էինք բեմում, փոքրիկ էպիզոդային մասսայական տեսարաններ մեծ արտիստների հետ։ Խորեն Աբրահամյանի հետ, Մետաքսիա Սիմոնյանի հետ։ Մետաքսիա Սիմոնյանը բեմական խոսքի վարպետն էր։ Բոմարշեի Ֆիգարոյի ամուսնության մեջ կոմսուի էր, չէ՞ խաղում։ Այո, այո։ Եվ մենք այդ բաներն էինք աղջիկները մեջ եւ այլն։ Բոլոր մեծությունը Սոս Սարգսյանի հետ, Սոս Սարգսյանը մեր կուրսի ղեկավարն էր։ Այսինքն ինչ դպրոց եք հասկանում եք, ինչ դպրոց։ Սոս Պետրոսյանը բեմական շարժման ղեկավար էր։ Նիկոլայ Ծատուրյան, Արմեն Էլբակյան բեմական վարպետության ղեկավարներ, то есть անուններ, որ այսպես երազեն մարդը։ Հիմա այդ անունները, չգիտեմ, թողինձներ են, գուցե չկան, գուցե կան, ես չգիտեմ, այդ բաների մասնագետները, մեծությունները։ Եվ մենք պրակտիկավալիս բան ենք, պրակտիկա ենք անցնում այդ տեսակ դերասանների հետ բեմում անմիջապես։ Դու հասկանում ես, Մետաքսիայի հետ դու բեմում կանգնում ես։ Այդ դա արդեն ճակատագրական դու այո մեծ բաների ունես քո դեմ քո հիշողություններով ինչերի դու կանգնել ես այդ մարդկանց կողքը դու տեսել ես այդ մարդկանց շարժ ու ձևը ոնց էլ չլինի տարիների ընթացքում դա ատրաժայցը քո վրա բանա ոնց է ազդում է ձեր ապագայի ձեր կյանքի ճակատագրի լավ իմաստով իհարկե ներողություն երբեմն ռուսերեն բառերի համար դուք ազատ եք կարող եք խոսել ինչպես կամենում եք տեսեք Արմի ջան դուք ասացիք ճակատագիր այ հետաքրքիր մի հատ հարց եմ ուզում ձեզ տամ օրինակ ձեզ 5 տարի առաջ ռեժիսորը առաջարկի ընտրել կերպար ֆիլմում նկարվելու կերպար Որ կերպարը կընտրեիք, ավելի կոմեդիկ, թե ավելի դրամատիկ կերպար կընտրեիք։ Կոմեդիկ։ Կոմեդիկ, ես կան մարդիկ, 5 տարի առաջ, տեսեք ինչ եմ շեշտում, 5-10։ Նանա ջան, 5 տարի հետո, 10 տարի հետո։ Այսինքն ոչինչ չի փոխվի նույնիսկ հիմա։ Որ կան մարդիկ ասում են, ես ուզում եմ ինձ փորձեմ դրամայի մեջ, կյանքում այնքան դրամա ունենք, էլ ինչ մի բան, չէ, ես այս ձևաչափի մեջ եմ բայց կյանքն ինձ բան է ինչ իմանանք վաղը մյուս օր ինչ կուզենք բայց առաջ հաստատ այսինքն ոչինչ չի փոխվել այս տարիների մեջ նորից դու նույն այդ կոմեդիկ կերպարը կխաղայիք այո խաղայի կոմեդիկ կերպար ես ընդհանրապես ասել եմ մի քանի անգամ էլի ասեմ ես միակ երգչուհին եմ որը չունի ոչ մի տխուր երգ եւ դրամատիկ ես երգում եմ միայն ուրախ երգեր բերում եմ միայն ուրախություն կարող եք սիրել, կարող եք չսիրել, ամենայն դեպս կան փաստեր, որոնք ես կյանքում այնքան տարբեր բաներ ենք ունենում բոլորս։ Կյանքա դե ոնց էլ չլինի հարց չի լինում, եւ լավ, եւ վատ, եւ այսպես, բայց էկրանից են կողմ եւ բեմից դուրս ես միայն ուզում եմ բեմում էկրանում ուրախություն պատճառ եմ, պարգև եմ, ներկայացնեմ ինձնից, չգիտեմ ինչից է այդպես եղել։ Հավատացեք, որ դա ստացվում է, որովհետև ես մշտապես չի եղել մի միջոցառում, որ եթե հնչի Երևանի սիրուն տղան, ես չպարեմ։ Եվ այլն, աբարան եւ այլն, այսինքն ինքը այնքան ուրախ եւ պարացնող եւ տրամադրություն փոխող համաձայն եմ ձեզ հետ, համաձայն եմ, որովհետև ուրախություն մարդիկ ուրախանան, չենք չեմ երբեք բան արել պրեզենտավաց արել հավակնել, հա, բաների, չեմ հավակնել
բարձրակարգ երաժիշտ է դա ասում դու մասնագետները զբաղվում ես ստեղծել եմ իմ ոճը ինքս ինձ համար այս հատվածում կանգնած եմ չեք ուզում այստեղ մի եկեք գնացեք այնտեղ լավ Արնե դուք լինելով տարիների փորձ ունեցող մարդ բեմի մարդ ուզեք չուզեք նաև երգչուհի է դուք ինչքան էլ ասում եք ես դերասանուհի եմ բայց դուք նաև երգչուհի եք որովհետև ձեզ լսում են ձեր երգերը ինչից եք դժգոհում ներկայիս երգիչների մոտ այ հնարավոր չի չէ որ չունենաք դժգոհություն հնարավոր չի ես չեմ հավատա որ դուք ասեք իդեալական գնում է կան չէ թերություններ որ անգամ ես չլինելով պրոֆեսիոնալ ես դա զգում եմ որ սխալ են երգում վատ երգ են երգում վատ տեսահոլովակ են նկարահանում բայց ունենում են դիտելիություն Նանա ջան, նախ ներկա երգիչների մասին, որ խոսքը գնում է, չգիտեմ ում նկատի ունեք։ Ընդհանուր եմ ասում։ Ընդհանուր, ասեմ, բոլորին շատ դուր են գալիս, որպես մասնագետ, որպես լավ երգիչներ, բոլոր ասելով, նրանք ովքեր կան հիմա։ Շատ հավանում եմ շատերին եւ այլն, բայց գոյություն ունի մի բան, որ այսպես տարիներ շարունակ նստել, այսպես իրանցով անել ու չթողնել նոր սերունդը երևա։ Սա թայֆա, դա ինչ որ ոնց որ եւ կա գնում է տարիներ, բոլորի ժամանակ հիմա ներկայի ժամանակներն են նույնը ոչինչ չի փոխվել։ Համաձայն։ Չի կարելի, որովհետեւ սերունդները պատժելու հատկություն ունեն։ Պատժելու են ձեզ երեխեք։ Չի կարելի, ես իմ ժամանակ այնքան մարդու եմ, այսպես տեսեք, բաց ասում եմ, բոլորը գիտեն եւ հիշում են, այնքան մարդու եմ օգնել ասպարեզ գան։ Շատ մարդկանց օգնել եմ, բերել եմ, տաղանդավոր մարդկանց եղել են, ոչ տաղանդավոր, իհարկե մարդ ենք սխալվել ենք, կյանք անեց, փորձել ենք ինչ-որ լավություններ անելու, հետո տարիներ հետո պարզվել ավելի լավա գումար տայր ապրեր, քան այդ անբեզդրին բերեիր ներս, որը հետո տենց աչե մոլախոտերը որ շատանում են, ծաղիկներից սկսում են նեղել, չէ։ Հիմա ես ուզում ասեմ, ես տարիներ շարունակ ժյուրիի անդամ եմ Հայաստանի կողմից, գնում եմ մրցանակաբաշխությունների, Ռուսաստան դուրս դա ուրիշ երկրներ, որտեղ մրցանակաբաշխությունները տեղի ունեն, որտեղ այստեղից անուններ շատ երգիչներ եմ տարել, որոնք հայտնի երգիչներ են դարձել հետո, կամ դեռ ոչ այդքան, բայց ավելի մեծ հնարավորություն են ձայնային, քան ներկա լավ երգիչները։ Ահա, այո։ Հասկանում եք։ Այո։ Այդ մարդկանց ոչ ոք չի ճանաչում։ Լավ ինչքան պետք է դուք։ Միայն դուք։ Դուք էլի երգեք մեր ժամանակ, երբ որ ես դեռ փակված չէի, ինձ մոտ շատ ամեն ինչ լավ էր։ Երբ բան չէի անում, մենակ ես չէի անում մենք մեր կոմանդով, այդպես չէր։ Մենք բոլորին ենք, ոնց է որ գործ ես տալիս, գոլեգաների իրար ոնց է։ Իհարկե։ Բոլորին լավ լինի, իսկ ստեղ այդ ագահությունը, այդ դյուրմամիշությունը բերեց զաստոյի, լճացման։ Դրա համար մեր ոլորտում լճացում տեղի ունեցավ երկար ժամանակ։ Հիմա այս պահին չգիտեմ էլ ինչա կատարվում, տենց այն ժամանակ ինչ էր բոլորը կարող էին համերգներ ունենալ եւ հանդիսատեսը ուներ ընտրության տարբերակ։ Գնար լսեր սրան եւ որոշեր որն է լավ ու մենք հավանում, ճիշտ է։ Իսկ հիմա ուզած չուզած լսում այս կանին նրանց մեջից է հավանում։ Այդ ագահությունը լավ բան չարեցին իմ գոլեգաները որ արեցին, ասեմ ավելին ես միշտ ասում եմ դա շատ վատ է կանրադառնա ձեր վրա, այսօր կյանքը ցույց տվեց որ անդրադարձավ իրենց վրա։ Այո, փոխվելով ինչ որ բան, փոխվեց նաև այդ թայֆա ասված։ Որովհետև ոնց էլ չլինի, ասpa տաշած քարը գետնին չի մնա։ Մեկը պլստալու է, որովհետև տենց ժամանակ։ Բայց դուք պայքարող տեսակ եք, ոնց է։ Ես չեմ պայքարել։ Չեք պայքարել։ Նանա ջան, ես չեմ պայքարել ու այսքան մնացել եմ, որ պայքարը ինչ կներ։ Ես սուսուփուս ձեն չեմ արել, ինձ փորձել եմ փակել, որ վերացնեմ, այդքան փակելուց հետո ես մնացի իմ աննազգանով ամեն ինչով։ Իհարկե։ Տեսեք, նոր խոսեցինք, չէ՞, միայն ոչ այդ ոլորտում է, կան նախանց։ Այո, պրոֆեսիոնալ նախանց, կանացի նախանց, չգիտեմ ինչ, որ ոչ միայն շոու բիզնեսում, նաև քաղաքականության մեջ է դա այդպես, նաև տարբեր բնագավառների մեջ է, որ դիմացինին վատը անելով ցույց տան իբրև թե իրենք լավն են, բայց ինչպես ասացի, գալա ժամանակը, այս բումերանգ ժամանակը չեն խնայում։ Անպայման Նանա ջան, ինչ խոսք, ով ինչ անում է, իր ասում ով ինչ անի, իրեն կանի։ Ես մեծ տարիք ունեմ բավականին, բայց մինչև հիմա հեքիաթներին եմ հավատում եւ հրաշքներին, որովհետեւ ինձ միշտ հրաշքները հետապնդել են, եւ ես վստահ եմ, որ դու լավ բան ես անում, անպայման լավն է վերադառնում եւ ընդհակառակը, այնպես որ ինչեր անեն, տեսեք ինձ այդքան բան արեցին, 20-30 տարի լուր
առանց գուցե հաղորդումների մեջ մեկ-մեկ չեմ ձեն չեմ անել, պատկերացնում եք այնքան ձեն չեմ անել, որ դուք չգիտեք օրինակ։ Չեմ իմացել, հա։ Բայց կյանքի աբարոտ կա տենց խոսքա, չէ։ Այո։ Ամեն ինչ տեղն է Որին գալիս։ նաև ասում ենք բումերանգ։ Հա, Հաստատ հետա գալու։ մի տեղից բան ես անում, մի ուրիշ ձևը ուրիշ տեղին է խփելու, ոնց որ եւ սենց խոսքա ես միշտ ասեմ, երբ մարդը ասենք թե իր կյանքում իրան տրամադրված է, որ ինքը պիտի ունենա, ասենք թե 1000 ռուբլի ասեմ, էկվիվալենտը կարևոր չի էլի։ Ահա, իհարկե։ Պիտի ծախսես 1000-ա քեզ տրված։ Հիմա եթե դու գողանաս մյուսից օգտվես, սարքես 1400, այն մյուսից 1002, մեկի խափես, մեկից գողանաս, մյուսին նեսի մի ձևով պոկես, սարքես քո գումարը 1650, մի ուրիշ ձևերով այդ փողը կգա դուրս կգա, այդ 650 երեխայի դեղի փողով, ոստիկանության, հիվանդության կգա դուրս կգա այդ 1000 ռուբլի։ Եվ նույնը կունենաս դու քո 1000-ը, որը քեզ տրված է։ Այնպես որ խելոք հանգիստ ապրեք Աստծո տված օրով փառք տվեք Աստծուն, որ այդքան էլ ապրում եք։ Եթե լավ չես ապրում, քո մեջ պիտի մտածես ինչն է վատ, որ քո մոտ տենց ինչ-որ մի բան է խախտվել, չեմ ասում վատ մարդիկ վատ են ապրում, լավ մարդիկ կան լավ մարդիկ, որոնք վատ են, դա էլ գալիս է իրենց մշլենիայից, մտածելակերպից, պանիկայից, վաղվա օրվա հանդեպ անհանգստությունից։ Երբ որ դու անհանգստանում ես վաղվա օրվա համար, դա նշանակում է չես վստահում Աստծուն։ Հույսը դիր Աստծու վրա, Աստծո տված օրով փառք տուր Աստծուն, ապրիր, ինչ քեզ հասնում է։ Ինչ հանգիստ է ձեր հետ։ Շնորհակալ եմ։ Շատ հանգիստ է ձեզ հետ։ 98 թվականին ես Միացյալ Նահանգներում էի, կոնտրակտով աշխատում էի, Arbat Golden Palace-ում երգում էի։ Կոնտրակտս ավարտվեց, եկա Հայաստան եւ դեպի նոր տարի, դե արդեն նոր տարվա 98-ին եկել եմ, նոր տարվա օրերին արդեն տարեմուտի նախաշեմին նկարահանումներ ա չէ լինում եւ հիշում եմ այդ տարի այսպես թերթիկի վրա գրված էր երկիչներ հայտնի, այդ որ ասում եք հների երկել դրանք անուններ ա գրված հայտնի հին երկիչներ երկել, որոնց պիտի ինտերես նորովի սարքես։ Նոր տարվա ծրագրի առիթի, հասկացա, հա։ Այո, 98 թվականին արդեն վերադարձել էի։ Արդեն այստեղ ընտրություններ էր, արդեն ղեկավարությունը փոխված էր եւ քանի որ ես նայեցի այսպես ծրագիրը անուններ, ոնց որ դուք եք ասում Վալա Սամվելյան կամ եւ Օֆելիա Համբարձումյան անուններ էր գրված, կողքերը երկերը, որ վերցնես նորովի ներկայացնել։ Ամեն մեկը ընտրել էին իրենց համար, մի քանի երկիչներ էին մնացել, ես ընտրեցի Արեգ Բաղդասարյանի Նախշում Բաջի երգը։ Արեգ Բաղդասարյան Նախշում Բաջի, ինձ որտեւ իմ ոճի մեջ էր գոնե հնարավորին չափ։ Ուրախ հումոր ես դա ընտրեցի, որտեվ ես չի կարող ինձ թույլ տալ Ռուբեն Մաթևոսյանի կամ Օֆելիա Համբարձումյանի երգը երգել, չի։ Շատ լավ, չի համաձայն։ Հա, ես ընտրեցի դա եւ պատրաստեցի շատ յարկի երգ սարքեցի այն ժամանակվա համար, որ այսպես էին եղել։ Հիմա նայում ասել վայ ինչ լավն է, բայց նորամուծությունը մեր ազգը շատ մի քիչ դժվար է ընդունում։ Մի խոսքով դա նախ ասեմ ավելին, ես գնացել եմ Աբովյան փողոցի վրա ապրում էր Արև Բաղդասարյանի որդին Կարեն, չեմ հիշում ազգանունը, գնացել եմ, խնդրել եմ թույլտվություն, ես կարող էի չգնալ, որովհետև հեռուստատեսությամբ չէ որ տվել է։ Արդեն այո, իրենք ունեն։ Ես գնացել եմ, խնդրել եմ թույլտվություն եւ իրավունք, որ ես գիտեմ, որ ես կարող եմ երգել հեռուստատեսություն։ Բայց այնուհանդերձ դուք հարկ եք համարել։ Հա, հասկանում եք ինչ եմ ասում։ Գնացել ինքը ինձ նվիրեց Արև Բաղդասարյանի գիրքը ստորագրությամբ։ Հա, այնպես որ ես այդ ամեն ինչը տեղին արել եմ, մեկ էլ վերջում ինչ չնկարեցին։ Բայ։ Հա, արդեն գոլեգաները սկսել էին այդ բաները, որ ինձ բանը, հա, Ղարաբաղցիները եկել են դրա համար Ղարաբաղցի երգ ընտրել։ Ասեմ սրա մասին չեմ խոսել եւ խոսեմ Խոսեք մեր տաղավարում առաջին անգամ։ Կակրաս Նանա ջան, ես ծնունդով Էջմիածնից եմ եղել կամ եւ կհամարեմ ու կմնամ միշտ։ Ես ընդամենը 17 տարի եմ ապրել Էջմիածնում։ Հա։ Դպրոցը ավարտել եմ 85 թվականից եկել եմ Երևան։ Գրանցումով բանը միշտ, բայց ես միշտ իմ ինտերվյուներում դրա մասին բարձր ասել եմ։ Որ դուք Էջմիածնում չապրելով Էջմիածնում արդեն տարիներ, բայց ես դրա մասին մինչ օրս բարձրաձայնում եմ եւ հպարտանում եմ։ Մարդը ով իր ծննդավայրից խուսափում է, դա մարդ չի ինձ համար։ Իսկ
որոշ մարդիկ մեր գոլեգաներից, այ մասը իրենք կհիշեն, մինչև 98-ը ոչ մեկ չգիտեն, որ նրանք Ղարաբաղցիներ էին։ Համաձայն։ 98 թվականից հետո պարզվեց, որ աղաքի Ղարաբաղցին Ղարաբաղցին է, պապիկը Ղարաբաղցին։ Ոնց դու ես, դու է բայ, սա Ղարաբաղցի դուրս եկա։ Մեկ էլ հանկարծ բոլորը հայտնաբերում են, որ իրենց արմատները Ղարաբաղի համաձայն են։ Հիմա ո՞րն ավելի շինծու, ո՞րն ավելի կեղ։ Հասկանում եք, ինչ ես 17 տարի ապրել եմ, բայց մինչ օրս ասում եմ, որտեղ փառք Տիրոջը։ Էջմիածնից եմ Մեջմիածնում եւ որի համար հպարտ եմ, իմ պապիկը Վանից է եղել, Եղեռնից է փախել, եկել Երևանում ապրել, հետո տեղափոխվել Էջմիածին։ Իմ մայրիկս ասունցի ծնողներով Թալինից եկել են էլի Էջմիածնում են ապրել, այսպես մեր ընտանիքն է, բայց ես հպարտորեն դա իսկ թող նրանք մտածեն, որոնք այդ մարդիկ, որոնք Բա հիսակ դառնում են Ղարաբաղի հասկացած ինչ ասացում նրանու։ Ուրս մեղադրում ասում են, հա Ղարաբաղցիները եկան դու դա ես երկում։ Սկսել նրանից որ հասկացա։ Սես բաներ ա եղել, այնպես որ թող գլուխս չտանեն։ Դուք հպարտանում եք ձեր Էջմիածինցի լինելով, ես հպարտանում եմ ծնողներովս Երևանցի լինելով, որտեղ իմ պապու պապեն են Երևանցի։ Դա բան, այո, իհարկե։ Մեր մաքուր տեսակից քիչ է մնացել, ձեր պետքա պահել, պետքա պահել։ Այո, այո։ Եվ այդ շինծու, որ վայ երկեց Ղարաբաղի մասին, որովհետև բանը հրեաները ոնց են թաքցնում իրանց բանը։ Այո, իրանք են դուսա գալիս։ Մինչև այդ չգիտեին հանկարծ մեկը չասեմ տեղանքները, որ բարձ չլինի ում մասին է խոսքը։ Կամ մոտավորապես հասկանում եմ։ Հայտնի երկշույի ունենք, որը միամիտ այդ օրերին ասեց, որ ինքը պարզում է Ղարաբաղցի է։ Տատիկը Ղարաբաղ։ Չորի կողմը Ղարաբաղ, բախ մինչև այդ չէիք ասում։ Այո։ Ես ընտրել եմ այդ երգը այնպես ստիպված, որովհետև հումորային վիճակ չկար այդ մեկներ, ամեն համապատասխան էին ոճին, հələ դեռ գնացել եմ որդու մոտ Կարենի մոտ։ Իդեպ ասացիք, որ չի հեռարձակվել։ Չէ, չնկարեցին այդ տարի։ Ես մինչև այդ ամեն տարի Իսկ ինչ պատճառաբանությամբ։ Պրոստը չունեցան պատճառով, այդքան տղամարդ չէին, որ ասեին, էլի, ես գնում էի նկարահանման, ինձ կանչում էին, մի քանի օր կանչում էին, տենց էլ չնկարեցին։ Հետո արդեն տարիներ անցել, այս մի երկու անգամ անունը տվել եմ իր Հասմիկ կար, Շարկի Հասո են ասում Հասմիկը։ Հրաշք լավ կիներ, լավ աղջիկ էր շատ, չգիտեմ։ Երկրում չի ամենայն դեպս ջերմ բարևներս, ողջուններս նրան, շնորհակալություններս նրան։ Ինքը ասեց, ոնց որ իրան էին հանձնել, որ ասի, ոչ մեկը դուխ չարեց ինձ, ասի, որ քեզ չեն նկարելու։ Ասեց Արմենի ջան, չեն նկարելու քեզ, ինձ պոստը տանում բերում են, որ բան անեն։ Տարան բերեցին, իսկ մինչև այդ ես ամեն մի քանի տարի ամեն նավագոդնի ագանյոկի բան, ես երգում էի ուրախ երգերը, ոչ մեկին չխանգարելով, ինձ արդեն բանի մեջ էին 98-ից, ես այդ ամեն ինչը գիտեմ, գնալով Նախանձը, որը քանդեց իրենց տունը, իսկ ինձ համար հետագայում լիքը լավ բաներ արեց։ Միշտ այդ քիչ առաջ այո, իմ ռեյտինգը բարձրացրեցիք դուք, որի համար շնորհակալ եմ ձեզ։ Այս կամ բան։ Թերևս վերջին հարցը, ցավոք մեր ժամանակը սպառվում է։ Մենք դեռ շատ խոսալու բաներ ունենք, բայց չենք հասցնում ժամանակի մեջ տեղավորվել։ Ես հեռուստադիտողներից ներողություն եմ խնդրում, իսկապես շատ հետաքրքիր։ Մենք կարող ենք խոսել ամեն ինչից, պարզապես այսօր ես որոշեցի չխոսել քաղաքականությունից, որովհետև շատ կարոտել եմ իմ մշակութային ծրագրերը, որոնք շատ կարևոր են, ես անընդհատ այդ քաղաքականության, նույնիսկ մեր մշակութային գործիչների հետ եմ քաղաքական ծրագրեր խոսում, որովհետև չես կարող շրջանցել, բայց եկեք այսօր մենք շրջանցենք ձեր թույլտվությամբ։ Ինչ նոր ծրագրեր ունեք։ Նոր եմ վերադարձել։ Հա, նոր տեսահոլովակ, նոր երգ, ինչ ունենք։ Նոր ասեմ, տեսահոլովակ ուզում եմ նկարել, չէ, էլ սկեսուրի տեսահոլովակը ինչի նկարեցի, որ այս վերջի տարիներին չկար տենց բան, ասի լավ մի բան էլ ես նկարեմ, այնքան որ։ Եթե կլինի առաջարկ ինչ որ մարդիկ նկարեն, բան, ես սիրով կհամաձայնվեմ։ Ինձ մոտ տենց բանն է, որ ես ինքս գումար տամ նկարեմ, որ երևա իմաստ չկա։ Դա էլ ասում եմ ինչի եղավ։ Հա, այնքան որ եղավ։ Եթե կլինի առաջարկները, ես հիմա այն կարգավիճակում եմ, որ երիտասարդները ինձնից իմ երգերն են վերցնում են, երգում են, ուզում են երգեն։ Շատ լավ է, այ իմ ասածը, այ իմ ծրագրի սկզբում որ ասում էի, երգերը վերցնում են, նորովի ներկայացնում են։ Արդեն ձեր երգերն են վերցնում նորովի։ Ժամանակ արդեն իմ երգերն են վերցնում նորովի, երգում են շատ երևի տեղյակ եք ինչքան են լսում, ինչքան են նոր երգիչները երգում իմ երգերը, այնպես որ դեռ լիքը անելիք ունեմ, որտեղ անսահման շատ երգեր ունեմ եւ նոր գրած երգեր ունեմ, շատ ունեմ նոր գրած երգեր։ Այդ ամեն ինչը գործիքավորել, բան, դա ժամանակ, գումար եւ այլն։ Հա։
Էլի Աստծո տված օրը ապրում եմ, կսպասենք ինչ կլինի։ Լավ կլինի, որովհետև դուք շատ դրական մարդ եք եւ շատ բարի էմոցիա եք տալիս ինձ, ինչի համար շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ, որ եկաք, եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր լավ լուրը, թող միշտ լավ լուրերով լինի, թող հայ օջախում միշտ մանկան ձայն լսվի, դա մեր համար շատ կարեւոր է, շատ։ Շնորհակալ եմ Նանա ջան, ձեր օջախներում նույնպես թող միշտ ուրախություն լինի բոլորիս օջախներում, թող լինի խաղաղություն, չլինի պատերազմ եւ մարդիկ բարյանան իրար հանդեպ, առաջվա բարությունը վերադառնա, առաջվա խիղճը, առաջվա հայի հոգատարությունը մեկը մյուսի, հոգատարությունը, զաբոտը, այդ ամեն ինչը, որը փոխադարձա լինելու, այդպես ապրեք, որ լավ ապրեք։ Այսքան բան, սիրելիս։ Այսքան բան։ Շնորհակալ եմ նույնպես։ Լավ ապրեք, որ լավ ապրեք։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ խոստանում եմ։